Նայելով երկրի այս իրավիճակին, ես չեմ կարող ասել հետագայում ինչ կարող է լինել, բայց եկեք ձեզ մի հարց տամ, հետո ես այդ հարցի պատասխանը Աստվածաշնչով կտամ։ Եթե Քրիստոսի առաքյալները առաջին դարի այս իրավիճակում լինեին, ինչ խորհուրդ կտային, ինչ կանեին։ Հիմա պատասխանում եմ Աստվածաշնչով։ Կարդում ենք Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 2-րդ գլուխ 1-ից 10-րդ խոսքերը։ Արդ կամենում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար, թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք, որովհետև սա բարի եւ ընդունելի է մեր Փրկչի Աստծու առաջ, որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտության ճանաչմանը հասնեն, քանի որ կա մեկ Աստված եւ մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջեւ, Քրիստոս Հիսուս մարդը, որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ իր ժամանակներում, որի համար ես կարգվեցի քարոզիչ ու առաքյալ, ճշմարիտ եմ ասում, չեմ ստում, հեթանոսների վարդապետ, հավատով ու ճշմարտությամբ։ Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամենտեղ աղոթ կանեն, մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի, նույնքերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ եւ պարկեշտությամբ, ոչ թե պճնվեն մազի հյուսքերով կամ ոսկյա կամ մարգարիտյա զարդով կամ թանկարժեք զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։ Ինչու այս հատվածները ընթերցեցի, որովհետև ամեն քայլ անելուց առաջ հիշեք, որ Աստծու խոսք գոյություն ունի։ Սա միշտ հիշեք, որ անկախ ամեն ինչից ինչ քայլել որ անեք, Աստվածաշնչով մոտեցեք ու կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի։ Անդադար աղոթեք, այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։